տրամաբանորեն Քոչարյանը ինքը անձամբ չպետք է մասնակցեր ամեն դեպքում, այլ իր զավակին։ Եվ դրա մասին խոսակցություն կար, որ Լևոն Քոչարյանին են առաջ մղում, որ ինքը դե ընդհանրապես առանձնապես չարատավորված ֆիգուր է, մաքսիմում հոր մեղքերը, որը որ շատ դեպքերում կարող ենք ասել, հա, զավակների վրա չեն տարածվում, եւ երիտասարդության մեջ էլ ավելի պոպուլյար կարող է լինել, բայց քանի որ ելի եմ ասում, վարչապետ դառնալու տեխնացուի խնդիր կար բոլորի համար ընդունելի Պարզ է, որ Լևոն Քոչարյանին չէին համաձայնվի, Սամվել Կարապետյանն ու Ծառուկյանը, եւ ռուսներն էլ դժվար կարողանային համակերպվեին այդ գաղափարի հետ, մանավանդ շատ ռիսկային կլիներ։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը արդեն իրենց համար ընկալելի, ընդունելի վաղեմի իրենց ամբողջ Հայաստանի գույքը այդ պարտքի դիմաց հանձնած ռազմավարական օբյեկտները Սերժն է պակաս չհանձնեց հետո գազի այդ բաները մասնաբաժիններ եւ այլն, բայց երկուսը միասին լավ հանձնել են։ Իրանք են հիմա անկալելի տեխնացուներն ու հիմա Սերժ Սարգսյանը այնքան թույլ է քաղաքական իմաստով որ նույնիսկ կարող է չմասնակցի, տեսանելի է դա, բայց Քոչարյանը բոլորի համար ռուսական թևի համար ընկալելի ֆիգուր է։